Ինչ անել, եթե փոքրիկը հիստերիա է սարքել։ Առաջին հերթին միշտ հանգստացնում ենք էմոցիոնալ կրակը։ Հիստերիայի ժամանակ անիմաստ է երեխային նկատողություն անել, խղճին ազդել կամ փորձել պայմանավորվել։ Չպետք է փորձել գոռալ, հարվածել եւ այլն, որովհետեւ դա միայն կվատթարացնի իրավիճակը։ Երեխան ընկնում է էմոցիոնալ փակուղի, որից ինքնուրույն դուրս գալը շատ դժվար է։ Օգնեք փոքրիկին հանգստանալ։ Առաջարկեք նրան գրկել։ Եթե նա պատրաստ չէ, փորձեք թեթև շոյել մեջքը։ Եթե երեխան հրում է, հարվածում կամ չի թողնում մոտենալ, ասեք, որ դուք միևնույն է կողքին եք եւ երբ նա ցանկանա, կգրկեք նրան։ Ապահովեք նրա անվտանգությունը։ Հեռացրեք բոլոր վտանգավոր իրերը մոտակայքից, որպեսզի նա պատահաբար չվնասվի։ Իջեք երեխայի մակարդակին։ Օրինակ, նստեք հատակին, եթե նա պառկած է հատակին։ Խոսեք հանգիստ, սիրող ձայնով։ Եղեք նրա կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Մի ամաչեք նրա արցունքներից ու լացից։ Ձեր խնդիրն է դիմանալ նրա հիստերիային։ Դուք պարտավոր չեք համաձայնվել նրա պահանջների հետ, բայց պետք է օգնեք երեխային հաղթահարել զգացմունքների փոթորիկը եւ միայն դրանից հետո սկսել խոսել նրա հետ։ Այսպիսի ծնողական վարքագիծը հիստերիայի ժամանակ երեխային երես տալ չէ, այլ նրան մերժումներին դիմակայել սովորեցնելու միջոց է։ Միաժամանակ փորձեք հասկանալ, թե ինչի հետ կարող է կապված լինել հիստերիան։ Ինչ կարիք է կանգնած այդպիսի վարքագծի հետևում։ Գուցե քաղցած է, ուզում է քնել կամ հոգնած է։ Փորձեք հնարավորինս արագ ապահովել նրա կարիքները։ Երբ էմոցիոնալ գագաթնակետը անցնի, կարելի է երեխային արտացոլել, թե ինչ է նրա հետ կատարվում։ Դու հոգնել ես, քաղցած ես, նեղվել ես մուլտֆիլմների պատճառով։ Եթե հիստերիան առաջացել է մուլտֆիլմների, խաղալիքների կամ քաղցրավենիքի արգելքից, արտացոլեք երեխայի զգացմունքները։ Դու շատ ես նեղվել, որովհետև ես թույլ չեմ տալիս քեզ կոնֆետ վերցնել։ Դու բարկացած ես ինձ վրա։ Մնացեք ըմբռնող եւ նուրբ ծնող, միևնույն ժամանակ պահպանելով արգելքը։ Այսպես դուք կօգնեք երեխային հաղթահարել ուժեղ բացասական զգացմունքները, առանց հարաբերությունները վնասելու։